Երկու րոպե լսենք շատ կարևոր բան ու շարունակենք։ Հայաստանն էլ հայինը չէ։ Դուք չէիք պայքարում բա։ Այս շենքերի երեխեքը պետք է դա ձեր անկախության համար պայքարեին։ Ծտտները դուրս չդա։ Ես լուրջ եմ ասում ամեն թող բացատրեն ինչ են իրանք կենթանի եւ ինչ են մեր տղեկը զոհված։ Թող բացատրեն։ Արցախի պաշտպանության բանակը ենթարկվում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերին եւ իրավասու չէր ինքնուրույն որոշումներ կայացնել։ Իբր չկրվելու ու միլիարդների զենք թողելու ուղիղ պատասխանատվությունը ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարությունն է։ Ինչպես է ստացվում, որ Արցախի կորուստից հետո Արցախի պաշտպանության բանակի վերջին նախարարը նշանակվում է ԳՇ պետի խորհրդական։ Ինչպես է ստացվում, որ ՊՆ բարձրաստիճան ղեկավարությունում ձեր խոսքն է մեջբերում հիմնականում Արցախցի զինվորականների եք նշանակել։ Ստացվում է, որ այս մարդիկ փոխանակ պատասխանատվության ենթարկվեին դիմադրություն չկազմակերպելու համար, ինչպես դուք եք սիրում տարբեր առիթներով նշել, ընդհակառակը ամենաբարձր պաշտոնների են նշանակվել։ Սա կամ հանցավոր համաձայնություն է, կամ էլ միտումնավոր ատելության գեներացում, լավ իմանալով, որ ձեր ընտրազանգվածը հաճույք է ստանում դրանից։ Հետո էլ թե բա խոսքս հասարակ արցախցիներին չի վերաբերում։ Ասում եք տարիներով միլիարդներ եք ուղարկել Արցախ, բա ձեր իշխանության օրոք վերահսկեիք, թե որտեղ են ծախսվում այդ գումարները։ Դուք շատ լավ գիտեք, որ այդ ուղարկված գումարները հենց արցախցիների կատարած վճարումների հետ վերադարձներ։ Ասում եք թալանել են, բա ընթացք տայիք տասնյակ կոռուպցիայի վերաբերյալ հանցագործությունների մասին հաղորդումներին։ Բավական է արցախցիներին ներկայացնեք որպես ՀՀ հարկատուի հաշվին սնվող ձրիակերներ։ Արցախցին եւ Արցախում եւ հիմա Հայաստանում ապրել ու ապրում է իր հաշվին։ Իսկ դուք ասեք, թե ինչու չեք ներկայացնում այն գումարների չափը, որոնք ուղարկվել են ԵՄ-ից եւ տարբեր միջազգային կառույցներից բռնի տեղահանվածների խնդիրները լուծելու համար։ Դուք դեռ 2021 թվականի ձեր նախընտրական ծրագրում Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից եք խոսում, իսկ հիմա հարցնում եք, թե ինչու եք ողջ, ինչու չեք զոհվել։ Իհարկե, ես հասկանում եմ, որ ձեզ համար հրաշալի կլիներ, որ բոլոր արցախցիները զոհվեին, չկա արցախցի, չկա խնդիր։ Բայց Հայաստանը ձեր հայրական տունը չէ, եւ դուք չեք որոշելու արցախցին մնա թե ոչ։ Ի հեճուկս ձեր բոլոր ջանքերի մենք ապրելու ենք ու արարելու ենք մեր հայրենիքում Հայաստանում։ Հերիք է արժեզրկեք մեր տղաների պայքարը, հերիք է մեր ու ձեր անեք։ Արցախի համար կրված ու նահատակված տղաները Արցախը իրենց հայրենիքն էին համարում, ինչպես նաև Ջերմուկի համար կրված արցախցի զինվորականները։ Ձեր իշխանությունը հավերժ չէ, իսկ ձեզ ծապտվողներին, իդեմս առողջապահության նախարարի, ով իդեպ շատ սոլիդար է իր կին գոլեգաների հանդեպ, կասեմ։ Ձեր սիրելի ղեկավարը տարիներ առաջ նույն գորգորոցով Արցախ է պաշտպանում, որն այսօր շատ հեշտությամբ ուրացել է։ Ուստի ծապ տալիս զգույշ եղեք, վաղը չէ մյուս օրը չբացվի հանկարծ Հայաստանն էլ հայինը չէ։ Դուք չէիք պայքարում բա։ Դա է աննորմալ։ Ուր է ծևի աննորմալ բաներ կենես ու գլխիդ նա ինչ բացեցիր։ Դու ավելի լավ է ճվա, նորից ճվա։ Արցախը Հայաստան է նորից ճվա, Արցախը Հայաստան է։ Մենք էլի այս բաները շարունակ է նորից տան։ Այդ վաղ նոր կվե էլի կվերցնես, պողբատե մանդատ եք ուտան, ավելի շատ կվալտ եք ուտան ծերըտ։ Տարիներով պետք է բանտ նստի։ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով պետք է երկար տարիներով բանտ նստի։ Երկար տարիներով պետք է բանտ նստի։